Իրան, Միացյալ Նահանգներ, Իսրայել պատերազմի առաջին ամսում Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալն էապես չի փոխվել։ Պեկի տվյալով այս տարվա մարտին արտահանումը դեպի Իրան կազմել է 5 միլիոն 179 հազար դոլար, ներմուծումը 59 միլիոն 682 հազար։ Անցյալ տարվա մարտին արտահանվել էր 6 միլիոն 211 հազարի, ներմուծվել 62 միլիոն 206 հազարի ապրանք։ Փորձագիտական գնահատմամբ Հայաստանին այս փուլում հաջողվել է շրջանցել տնտեսական շոկը։ Վերջին 1-2 տասնամյակներում էականորեն մեծացել է Իրանի դերակատարումը մեր ապրանքային շուկաներում։ Այսինքն այս տեսանկյունից սա կարող է որոշակի ռիսկերի հանգեցնել, չնայած որ այդ մատակարարումները կարծես թե շարունակվում են, այսինքն այդ իմաստով կտրուկ շոկերի չի հանգեցրել։ Եվ երկրորդ խնդիրը, որը որ կա, դա Իրանով տարանցվող ապրանքներն են, հատկապես որոնք մերձավոր արևելք են արտահանվում, ասենք Իրաք, ծխախոտի արտահանում ունենք, խմիչքների արտահանում ունենք, այսինքն այդ տեսանկյունից էլ որոշակի ռիսկեր են առաջանում։ Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ կարողացավ նաև ճիշտ քաղաքականության արդյունքում խուսափել կոնֆլիկտի ռազմական ու քաղաքական բացասական հետևանքներից։ Մասնագետները նկատում են, որ սա հնարավոր եղավ հավասարակշռված արտաքին քաղաքականության եւ դրսի բոլոր կողմերի համար վստահելի գործընկեր լինելու շնորհիվ։ Համաշխարհային տնտեսությունն էլ այժմ խցանված է Հորմուզի նեղուցում, հեղինակավոր կառույցները տնտեսության աճի դանդաղում են կանխատեսում աշխարհում։ Փորձագետների դիտարկմամբ այս փուլում Միացյալ Նահանգների առանցքային խնդիրն է բացել Պարսից ծոցի շնչափողը։ Հորմուզի նեղուցի իրավիճակը եւ դրա հանգուցալուծման սցենարները ընդհանուր առմամբ մեծ ազդեցություն են ունենալու համաշխարհային աշխարհակարգի վրա, այսինքն Միացյալ Նահանգների գլոբալ դերի վրա, եւ թերևս այդ տեսանկյունից շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար հնարավորինս արագ հասնել ամբողջական ապաշրջափակման, որպեսզի այդպես երկկողմանի բանակցությունների ձևաչափով չփորձեն երկրները լուծել այդ խնդիրը։ Այս տեսանկյունից սա ճշմարտ լծակ է, բայց որքանով սա կաշխատի, եթե հաշվի առնենք այն ծայրահեղ լարված իրավիճակը, որը կա Իրանում, դժվար թե տնտեսական շահը, որովհետև գերակայի այսպես քաղաքական շահին։ Վաշինգտոնը Թեհրանի դեմ սկսել է տնտեսական զարյութ գործողությունը շրջափակելով իրանական նավահանգիստները, նպատակը սահմանափակել Իրանի ծովային առևտուրը։ Միացյալ Նահանգների սահմանափակումը հարվածում է Իրանի հիմնական արտահանելի ապրանքի նավթի արտահանմանը։ Այս տեսանկյունից Միացյալ Նահանգները թերևս հույս ունի, որ սահմանափակելով այդ արտահանումը հնարավորություն կունենա ճնշումը մեծացնել Իրանի վրա, որպեսզի ապաշրջափակվի նեղուցը։ Այսինքն այսպես ասած շրջափակման կրկնակի շրջափակում է կիրառում, ճնշելու Իրանին հասնելու ընդհանուր ապաշրջափակման, այսինքն սա նաև որոշակի գեոքաղաքական ենթատեքստ ունի կարծում եմ, որովհետև այս իրավիճակում Իրանը հնարավորություն ունի ընտրողական մոտենալ երկրների հետ եւ հնարավորություն տալ անցում ունենալ այն երկրներին, որոնք իր հետ կբանակցեն, եւ սա հարվածում է ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների գլոբալ հեղինակության։ Պատերազմի գինն արդեն թվերով են չափում։ Իսրայելի ռազմական գործողությունները պաշտոնական տվյալներով արժեցել են մոտ 11.5 միլիարդ դոլար։ Իրանի դեպքում ըստ ներքին գնահատականների ընդհանուր վնասները ներառյալ ենթակառուցվածքները կարող են ընդհուպ հասնել 270 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ էներգետիկ ոլորտում վնասները տարածաշրջանային մակարդակով գնահատվում են մինչև 58 միլիարդ դոլար, որից առնվազն 34 միլիարդը վերականգնման նվազագույն արժեքն է։ Իհարկե ամենակրիտիկական կետերից մեկում խաթարումը ամբողջ աշխարհում է գների բարձրացման հանգեցնում, որովհետև նավթը գլոբալ ակտիվ է, այսինքն իր գնագոյացումը ոչ թե տեղի է ունենում աշխարհի առանձին մասերում, այլ տեղի է ունենում գլոբալ կենտրոնացված շուկաներում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գնահատմամբ Մերձավոր Արևելքում ռազմական սրացումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար կարող է արժանալ մինչև 300 միլիարդ դոլար, միաժամանակ մինչև 8.8 միլիոն մարդ կարող է հայտնվել աղքատության շեմին, էներգակիրների թանկացման, մատակարարումների խափանման եւ գնաճի հետևանքով։ Եվրագոտու տնտեսական աճը 2026-ին կանխատեսվում է ընդամենը 1.1%, իսկ Եվրոպական միության համար 1.3%։ Ընդ որում այս կանխատեսումը ուղեկցվում է բարձր անորոշությամբ։ Թեև համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը փորձագետները տնտեսական այս շոկը հաղթահարելի են համարում, եթե կոնֆլիկտը արագ հանգուցալուծվի։ Իսկ հանգուցալուծման հեռանկար տեսանելի է, քանի որ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի համար անցումն ամբողջությամբ բացվել է։ Առնվազն Լիբանանում հրադադարի ռեժիմի ժամանակահատվածի այս փուլում որևէ արգելք չի լինելու եւ նավթամթերքն արդեն էժանանում է։ Անցողիկ չեն լինի սակայն քաղաքական հետևանքները, նշում են փորձագետները, չբացառելով, որ աշխարհաքաղաքական գրքերը կարող են շիկանալ։ Իրանի տեսանկյունից գուցե դիրքորոշման փոփոխություն չկա։ Այնուամենայնիվ ռետորաբանության մեջ, քաղաքական
վերնախավի, ռազմաքաղաքական վերնախավի, ավելի կոշտ դիրքորոշումներում այդ մասով փոփոխություն չկա։ Բայց ինչ վերաբերում է տարածաշրջանի մի շարք երկրների, որոնք ներգրավված էին Իրանի դեմ անուղղակի կերպով կամ ուղիղ կերպով ներգրավված էին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեջ, ռազմական, անվտանգային, քաղաքական, տնտեսական, էներգետիկ անվտանգային, էներգետիկ տնտեսական տարբեր ուղղություններով որոշակի խնդիրների են առերեսվել եւ ունեն որոշակի քաղաքական կողմնորոշման խնդիր։ Խոսքը վերաբերում է Պարսից ծոցի արաբական երկրներին։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում մնում է ծայրահեղ անորոշ, թեև ԱՄՆ-ն ու Իրանը երկշաբաթյա հրադադարի փուլում են, իսկ Իսրայելն ու Լիբանանը 10-օրյա, փորձագետները լավատեսական կանխատեսումներում խիստ զգուշավոր են։ Բանակցային գործընթացի նկատմամբ վստահությունը մեծ չէ։ Իրանը շարունակում է պատրաստության բարձր աստիճանի պահել երկրի զինված ուժերը։ Կարևոր է, որ այդ հրադադարը ժամանակ շահելու ուղղակի միջոց չլինի հերթական նոր պատերազմի վերսկսման համար։ Հրադադար, որը կարող է պայմաններ ապահովել քաղաքական երկխոսության համար։ Ռազմական զգոնությունը չի թույլատնում նաև Վաշինգտոնը։ Տարբեր աղբյուրների համաձայն ամերիկյան ավիակիր ռազմանավերից Աբրահամ Լինքոլնը Օմանի ծոցում է, Ջերալդ Ֆորդը մտնում է Սուեզի ջրանցք, հետո դեպի Կարմիր ծով, իսկ Բուշ ռազմանավը Աֆրիկայի հարավով ուղղություն է վերցրել դեպի Արաբական ծով։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով տարածաշրջանում արդեն տեղակայված է ավելի քան 10,000 ամերիկացի զինծառայող։ Բացառված չէ, որ նոր Իսրայելի որպես հակառակորդ կամ թշնամի տարածաշրջանում կարող է հենց դառնալ, գուցե արդեն դարձած է, բայց ակտիվ ռազմական կամ տնտեսական, քաղաքական բախումների նոր ուղղություն դառնալ թուրքական ուղղությունը։ Հիմա դա տեղի կունենա Սիրիայի տարածքում կամ բուն կարող է տեղափոխվել բուն Թուրքիայի տարածքում, այնտեղ քրդական գործոնը կարող է ակտիվացվել, գուցե կամ այլ լծակներ Իսրայելի կողմից, գուցե Մոսադի կողմից կամ այլ ուժերի կողմից լծակներ օգտագործվեն Թուրքիայի վրա ճնշումներ իրականացնելու համար, այն որ պատերազմի ընթացքում Թուրքիայի դիրքորոշումը ոչ ցանկալի իրողություն էր իսրայելական եւ ամերիկյան կողմի համար, դա ակնհայտ է։ Եվ այսպես կոչված ճակերտավոր Թուրքիային պատժելու գուցե ինչ-որ սցենարներ ունեն կամ դիտարկեն։ Բայց Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ուստի կարևոր է հետևել գործընթացներին հասկանալու համար, թե որ ուղղությամբ են փչում մերձավոր արևելյան քամիները։ Վոլոդիա Մուշեղյան, Արման Թովմասյան եւ Արթուր Պետրոսյան, Կիրակնորյա լուրեր։